Նորագյուղ թաղամասը շատերը հոտով են ճանաչում։ Այստեղ կոյուղաջրերի խնդիրը ամիսների պատմություն ունի։ Բնակիչների խոսքով պարբերաբար խցանվող կոյուղատար համակարգի պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս փողոց, լցվում բակեր, երբեմն հասնում անգամ տների նկուղներ։ Վերջին օրերին փողոցներով հոսող կեղտաջուրը, տարածված գարշահոտությունն ու հակասանիտարական պայմանները բնակիչներին կրկին ստիպել են դիմել պատասխանատու կառույցներին։ Ահազանգերից հետո արտահոսքը դադարեցվել է, սակայն դրա հետևանքները դեռ տեսանելի են։ Էսենցնում լցվում Պատկերացրեք, այնտեղ շոքեր չէի կաստղել, չէի կարող նստեի։ Հոտը գալիս է, ստիպված տան ջրերը միացրել են, լվացել են հայատները։ Շատ ահավոր է։ Մասնագետների խոսքով արտահոսած կոյուղաջրերը ոչ միայն աղտոտում են շրջակա միջավայրը, այլև ստեղծում են առողջության համար լուրջ վտանգներ։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ համաճարակաբան Քրիստինե Լալայանի խոսքով կեղտաջրերը կարող են պարունակել հիվանդածին մանրեներ, վիրուսներ եւ մակաբույծներ, որոնք նպաստում են վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Ամենավտանգ ներկայացնող ինֆեկցիաները դրանք այն ինֆեկցիաներն են, հիվանդություններն են, որոնք ունեն ֆեկալ-օրալ փոխանցում, այսինքն որպեսզի այդ հիվանդությունները զարգանան, անհրաժեշտ է, որ հարուցիչները տվյալ հիվանդություններին ներթափանցեն օրգանիզմ բերանի միջոցով։ Դրանց մեծ մասը բաժին են հասնում աղիքային վարակիչ հիվանդություններին։ Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։ Երևանի ավագանու ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արման Թորոսյանի գնահատմամբ պատճառները մի քանիսն են, ինչպես թերի կառավարումը, այնպես էլ կոյուղատար ցանցի վատ տեխնիկական վիճակը։ Նրա խոսքով բազմաթիվ հատվածներում խողովակներն այլևս չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, իսկ որոշ տեղերում մեծ տրամագծով կոյուղագիծը միացված է ավելի նեղ խողովակի, ինչի հետևանքով համակարգը պարբերաբար խցանվում եւ խափանվում է։ Թորոսյանի խոսքով խնդիրը խորացնում է նաև պատասխանատվության հստակ բաշխման բացակայությունը։ Քաղաքացիները դիմում են տարբեր կառույցների, սակայն դրանցից ոչ մեկը չի ստանձնում հարցի վերջնական լուծման պատասխանատվությունը։ Պետության կառավարման խնդիր այստեղ, կառավարման մարդկանց հետ ճիշտ աշխատելու, կազմակերպության, խոշոր կազմակերպության աշխատանքները ճիշտ կազմակերպելու, պրոակտիվ լինելու, նախապես մտածելու, որտեղ ինչ խնդիրներ կարան լինեն, հաշվարկ անելու, որտեղ արդյոք ունենք այնպիսի տեղեր, որտեղ կոյուղաջրի խնդիր առաջանում է, չգիտեմ, ամիսը մեկ անգամ, օքեյ, եթե ամիսը մեկ անգամ ամեն այս կոնկրետ մի քանի հասցեում առաջանում է, պրևենտիվ որոշակի մաքրումներ իրականացնելու եւ շինարարություններ, շինթույլտվություններ տալուց այդ ամբողջը հաշվի առնելու սկզբունքով է պետք աշխատել։ Նրա կարծիքով անհրաժեշտ է հստակեցնել պատասխանատու կառույցների լիազորությունները, վերանայել գործող մեխանիզմները եւ ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի խնդիրը չսահմանափակվի միայն ժամանակավոր լուծումներով։ Քաղաքապետարանը ուրեմն իշխանական ավագանու խմբակցությունը մի ժամանակ նախագիծ էր ուզում մտցնել վերահսկողության հոհակ ստեղծելու մասին, ենթադրաբար դա հանեցին, ես կարծում եմ, որ եթե դա ճիշտ ձևակերպվեր այդ հոհակի աշխատանքը, նաև հնարավորինս կոռուպցիոն ռիսկերը ճիշտ կառավարվեն, որ կոռուպցիա չլիներ, որտեղ դա պոտենցիալ կոռուպցիոն հիմնարկ կարա լինի, որտեղ վերահսկում ամեն ինչ, բայց եթե ճիշտ աշխատեր այդ հիմնարկը, բավական տեղին կլիներ։ Թորոսյանի համոզմամբ նման իրավիճակներում քաղաքացիները հաճախ միայնակ են մնում իրենց խնդրի հետ։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա բնակիչներին պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում իրավական ճանապարհով։ Եթե քաղաքացիները բողոք ունեն, պետք է հայտարարել, որ մենք այսինչ խումբը կամ այսինչ գրասենյակում, այսինչ համարով զանգահարեք, մենք ձեզ կաջակցենք այդ ամբողջ գործընթացը տեխնիկական առումով կամ իրավական առումով առաջ տանելու։ Այդ ամբողջ խորհրդատվական եւ այլ աջակցությունը, եթե տրամադրվի, ինձ թվում է շատ մարդիկ կհամաձայնվեն, որ իրանք լինեն դիմումատու, հետո որևիցե հասարակական կազմակերպություն կլինի, թե ինչ որ այլ փորձեն այդ գործընթացը արդեն որպես խմբային շահ, հա, կամ բողոք մի շարք անձանցից կամ մի խումբ կամ մեծ խումբ անձանց կողմից տված բողոքը առաջ տանել դատարան եւ այո, այդ ժամանակ կարող է ավելի էֆեկտիվ պայքարը լինել։ Մասնագետները զգուշացնում են, կոյուղաջրերի վտանգն առավել մեծ է, երբ դրանք հայտնվում են մարդկանց անմիջական կենսամիջավայրում։ Վերջերս Բյուրեղավանում գրանցված աղիքային վարակների դեպքերից հետո որպես հնարավոր վարկած քննարկվում էր նաև կոյուղաջրերի խմելու ջրին խառնվելու տարբերակը։
Թեև վերջնական պատճառները դեռ ուսումնասիրվում են, բժիշկ Լալայանի խոսքով աղտոտված ջուրը կարող է նպաստել տարբեր վարակիչ հիվանդությունների տարածումը, այդ թվում հեպատիտ A և E։ Այս դեպքում վնասվում, ախտահարվում է աղեստամաքսային համակարգը, որի դեպքում, երբ որ օրգանիզմը ներթափանցում հարուցիչները, իրենք միջինը մի քանի ժամից մինչև 48 ժամ հետո կարող են ի հայտ գալ գանգատները, ախտանշանները։ Թուլություն, ինքնազգացողության վատացում, գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, կծկանքանման ցավեր որովայնում, այս բնորոշ հիմնական ախտանիշներն են աղիքային վարակիչ հիվանդությունների, որը կարող են ընթանալ թեթևից մինչև ծանր ընթաց կարող են ունենալ, դրա համար պետք է ուշադիր լինել, զգոն լինել ու ժամանակին դիմել բժշկի։ Հեպատիտ A և E կարող է փոխանցում լինել, իրենց դեպքում մի փոքր ուշ կարող են ի հայտ գալ գանգատները, քան աղիքային վարակիչ հիվանդությունների։ Բժիշկ համաճարակաբանի խոսքով առավել խոցելի են երեխաները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։ Փողոցում նման միջավայրի առկայությունը իհարկե ինչ պետք է անել, հնարավորինս փորձել մեխանիկորեն հեռացում ապահովել, բնակիչների ջանքերով, այսպես ասած, մաքուր ջրով, մեխանիկական, թեկուզ քլոր պարունակող, հասարակ այդ ժավելով գոնե փորձել ինչքանով հնարավոր է այդ տարածքները, ինչքանով թույլատրելի են, եթե փոքր մակերեսներ են մաքրել։ Համաճարակաբանը խորհուրդ է տալիս նման իրավիճակներում խուսափել կեղտաջրերի հետ անմիջական շփումից, չօգտագործել կասկածելի որակի ջուր, խմելու կամ սննդի պատրաստման համար։ Իսկ եթե ջրի անվտանգության վերաբերյալ կասկած կա, այն առնվազն 1 րոպե եռացնել, հետո օգտագործել։ Նաև անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, իսկ առողջական որևէ գանգատի դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Սվետլանա Պետրոսյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։